Հարցերի պատասխանները կստանաք ժողովից հետո կլինի պաշտոնական հաղորդագրություն միշտ կլինի միասնական կարծիք, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով չարիք է Հայաստանի համար եւ նրա հրաժարականն էր պահանջել եկեղեցի եւ դուք եղել եք այս ստորագրողներից մեկը։ Այո, պատերազմից հետո, եւ դրանից հետո Վեհափար Հայրապետը կրկնել է իր տեսակետը։ Վեհափար Հայրապետը ընդամենը հայրական հորդոր է հնչեցրել։ Այդուհանդերձ եկեղեցում քննարկվել է երկրում տիրող իրավիճակը եւ Վեհափար Հայրապետը իրավունք ունի հայրական հորդոր հնչեցնելու եւ կարող եք Վեհափար Հայրապետին հարցնել, եթե դուք համամիտ չեք այդ հորդորի հետ կամ համամիտ եք։ Հայրական հորդորներից դա որևէ եպիսկոպոսի պարզաբանելու հարցը չէ։ Այն ժամանակ Հայաստանի ներքին վիճակը չէր քննարկվել եպիսկոպոսած դասում։ Նայեք, ես հիմա ժողովի եմ գնում։ Ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք ժողովից հետո։ Ժողովից առաջ ոչ ես, ոչ որևէ մեկը որևէ իրավունք չունի հայտարարություններ անելու, այլապես ժողովը անիմաստ կլինի։ Ամեն դեպքում կլինի որդիական աջակցություն են հայտնել ձեզ, Ռուբեն Ռուբինյանն է ձեզ որդիաբար աջակցություն հայտնել, դուք զորակցության ու աջակցության կարիք ունեք այսօր։ Եւ կողմեք են տեսակետին, որ մայրաթորից ձեզ թիրախավորում են, ինչպես նշում են իշխանական տարբեր մեծ ու փոքր ներկայացուցիչներ։ Ժամանակ այդ բոլոր հարցերի պատասխանը կտա, ես չեմ պատրաստում որևէ մեկին պատասխանել կամ արձագանքել, որովհետև ուզեք առաջարկություն անեմ ձեզ բոլորիդ, ուզեք մի առաջարկություն անեմ ձեզ բոլորիդ, մեկը թող հարց տա, մյուսը շարունակի, երրորդը ձեզնից պատասխանի, ասեցի ձեզ, երեխեք, պատասխանը ասեցի, Եթե բոլոր ձևերով էլ հարցնեք, ես ժողովից առաջ իրավունք չունեմ որևէ հայտարարություն անելու։ Այո, բոլոր հարցերը քննարկվելու են ժողովին։ Ժողովին այդ հարցերը կհնչեն։ Այդ հարցը ժողովի օրակարգ է մտել են պատճառով։ Սակրոնության ուխտը եւ ունի զավակ։ Ձեզ այդ տեղեկությունը հայտնի է, թե հայտնի չէ։ Որ այդպիսի հայտարարություն է եղել։ Փաստի վերաբերյալ։ Ես փաստի վերաբերյալ որևէ հայտարարություն անել չեմ կարող։ Ես չգիտեմ դա։ Ունի զավակ, թե ոչ Սրբազան, այդ հարցի պատասխանն է։ Իհարկե չունեմ։ Ինչպես այնպես ինչպես որ տեսանյութը, որի վերաբերյալ դուք արդեն կարծիք եք հայտնել ստորագրելով այն թուղթը, որ թուղթն եմ ստորագրել։ Ցույց տվեք այդ թուղթը։ Մամուլում է հայտնել Հիմա դուք ինչ դիրքորոշում ունեք Արշակ Սրբազանի կարգալուծանելու վերաբերյալ եւ Նիկոլ Փաշինյանի այդ պահանջին, որ պետք է Իմ փոխարեն նրանք ովքեր այդ հարցի պատասխանը լսեցին, կարող են պատասխանել։ Սրբազան, մեկ գլխավոր հարց կա, ձեր ղեկավարած թեմի պատարագում զեղչվել է Այդ հարցը եւս ժողովին քննվելու Այդ հարցը ժողովի օրակարգ է մտել այն պատճառով, որ դուք զեղչել եք։ Թե ինչ պատճառով եւ ինչպես ժողովին քննվելու է, ես դրա պատասխանը ունեմ։ Դա օրակարգ է մտել միայն այդ պատճառով, որ ձեր պատարագի ժամանակ զեղչվել է, այդ պատճառով է օրակարգ մտել։ Մի րոպե լսեք ինչ եմ ասում։ Այդ հարցը եւս ժողովի օրակարգում է։ Ժողովին այդ հարցը քննվելու է։ Ես չգիտեմ ինչպիսի լուծում է լինելու կամ ինչ ձևով է քննվելու, ինչ որոշում է լինելու։ Դուք եք կարծում, որ իշխանությունը հակաեկեղեցական արշավ է սկսել։ Դուք շատ խելացի եք։ Շնորհակալություն։ Սրբազան հայր։ Դուք շատ քաղաքակիրթ եք, եթե թողնեք ավարտեմ։ Եթե այդ հարցերին պատասխան եք ուզում, այդ պատասխանները կլինեն ժողովից լսեք մինչև վերջ։ Այդ հարցերի պատասխանը կլինի ժողովից հետո։ Ես այս պահին չգիտեմ ժողովը ինչպիսի որոշում կկայացնի։ Լսեք մի րոպե։ Ես քվեարկելու եք կողմ կամ դեմ եք արտահայտվելու, չէ՞։ Իսկ դուք գիտեք ինչպես է հարցը ձևակերպված։ Ես էլ դեռ չգիտեմ։ Ես էլ դեռ չգիտեմ ինչպես է ձևակերպված հարցը։ Ինչպես է դուք եք պատասխանել, որովհետև ձեզ հայտնի չէ այսօր ձեր ճակատագիրը եւ մյուս Եթե ես խուսափեի, դռնից այս կողմ դուրս չէի գա։ Իսկ մի այսպես խնդրում եմ անկեղծ պատասխանեք։ Եվ ձեզ պատասխանեցի, եթե համբերություն ունենաք,
շուտով ժողովը լինելու Մենք համբերություն չունենք, խնդրում եմ մի հատ անկեղծ պատասխանեք մի հարցի, Սրբազան։ Եկեղեցին կարծես թե բաժանվել է քաղաքական առումով երկու թևի՝ նիկոլականներ կան եւ ոչ նիկոլականներ։ Դուք նիկոլական եք։ Ես նման բաժանում չեմ տեսնում։ Դուք նիկոլական հայացքներ Ես ունեք։ նման բաժանում չեմ Դուք տեսնում։ նիկոլական հայացքներ ունեք անձամբ։ Եթե դուք ցանկանում եք կամ ինչ որ խումբ ցանկանում է բաժանում տեսնել այդպիսի, ես այդպիսի բաժանում չեմ տեսնում։ Մենք չենք ցանկանում, մենք տեսնում ենք։ Մարդիկ կան, որոնք Աստծուն ծառայել փոխել, սկսել են Նիկոլ Փաշինյանին ծառայել։ Ես չգիտեմ այդպիսի մարդիկ, որոնք Գևորգ Սրբազանը Եվ իր ներկայությամբ պատվեց, մինչ այդ էլ ասել էր ուխտադրուժ այն մարդը, ով կմիանա Նիկոլ Փաշինյանի եւ ընդհանրապես իշխանության արշավին։ Հիմա դուք համարում եք ինքը ուխտադրուժ է, թե ոչ։ Ինքը միացավ այդ անջրպետը խորացնելուն, թե ոչ։ Քիչ առաջ չպատասխանեցի նույն հարցին։ Դուք դա ոչ մի հարցի չեք պատասխանել։ Դուք անցել եք Նիկոլ Փաշինյանի Դա ժողովի քննարկման հարց է։ Պարտավոր չեն, իրավունք չունեն։ Վեհապարի դեմ աշխատողներ կան, վեհապարի դեմ աշխատողներ Կարելի է պաշտպանվել եք, դուք այսօր պարտավոր եք ավելի քան։ Սրբազան, եթե ժողովը որոշի կարգալույծ անել այն Դուք չեք իշիտ, որ ձեզ այսքան հարցեր են ուղղել, բայց այսօր պարտավոր եք։ Սրբազան հայր, եթե ժողովը որոշի կարգալույծ անել այն բարձրաստիճան հոգևորականներին, որոնց ներկայությամբ զեղչվել է վեհապարի Այսինքն ձեզ եւ Գևորգ եպիսկոպոսին, դուք ինչ կանեք այդ ժողովի որոշումը, երբ որ կքննարկվի, կքվեարկվի, ընդունելի է բոլորի համար։ Այսինքն դուք չեք ասի կարգալույծը չի կարող կարգալույծ անել, որտեղ դա հայտնի որևէ ժողովական որոշում, երբ որ ներկա է եպիսկոպոսների մեծամասնությունը, որոշում է կայացնում եւ դա ընդունելի է բոլորի համար։ Դուք ուզում եք որ կասեցվի Արշակ Սրբազանի լիազորությունները։ Եվ արդյոք սրանով չեք օգնում Նիկոլ Փաշինյանին, ով առաջինն էր թիրախավորել հենց Արշակ Սրբազանին եւ Վեհապար հորը իր գրեհիկ անտակ ձևակերպումներով, որոնք գրառում էր արել եւ հետո ինքնամաչեց իր արածի համար։ Դուք բնութագրումներ եք տալիս, որը ձեր բնութագրումներն են։ Դուք բնութագրումներ եք տալիս, որը ձեր կողմից են բնութագրվում։ Այսինքն մեր ընկալումները տալիս են բառի մասին։ լեքսիկոնը նորմալ է։ Ձեր ականջին շատ է մտել Ես կարող եմ այդ բնութագրումներին համաձայն լինել կամ համաձայն չլինել։ Դուք համաձայն եք, որ Փաշինյանն ասում եք Սրբազան գնա քերականոջ հետ դոկտի։ Եթե ուզում եք հաստալ եւ պատասխան չլսել, այդ դեպքում իմաստ չունի կանգնելս այստեղ։ Դուք իրար հարցեր տվեք եւ պատասխան մի լսեք։ Որ քաղաքացին իմանա թե դուք ինչ եք Ես էլ ասում եմ, համբերություն ունեցեք։ Ձեր առաջ խոնարհվեն, ձեր աչքը համբուրեն թե չէ։ Այդ հարցերը որ տալիս եք, դրանք ժողովի հարցերն են։ Կներեք, դրանք հանրության հարցերն են ձեզ։ Ժողովը քննարկում է այդ արտահայտությունը։ Հանրությանը հուզող հարցերի համար ժողով պիտի լինի ընդհանրության հետ, որ իմանաք հանրությունն ինչ է մտածում։ Սրբազան հայր մի հարց էլ էլի, դուք անդրադառնում եք ժողովի հնարավոր օրակարգին, բայց օրինակ ժողովում քննվելու է եպիսկոպոսի վարքը պատարագի ժամանակ, որովհետև հստակ կանոնակարգ կա, որ եպիսկոպոսը ողջույնի ժամանակ իրավունք չունի ողջագուրվել ներկաներին, այլ սեփական փեշով պիտի սքեմի կպնի մահկանացուների քաղաքացիների գլխին։ Փաշինյանը մահկանացու չի։ Դուք ասում եք բաներ, որոնք կապ չունի եկեղեցական։ Այսինքն դուք ինչ-որ ողջագուրումը պետք է ողջություն։ Դա կապ չունի։ Սրբազան հիմա Նիկոլ Փաշինյանը իշխանությունները հստակ եւ ուղիղ ասում են կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, նա պետք է ազատի Վեհարանը, Վեհարանը Վեհին։ Այս տեսակետները կիսում եք թե ոչ։ Նայեք, ուրեմն ինչ վերաբերվում է եպիսկոպոսի ներկայության, դուք հայտարարությունը Մայրաթորի կարդացիք վստահաբար։ Երեկվանը նկատի ունեք։ Կապված Խաչիկ գյուղի հետ հայտարարությանը, որտեղ շատ հստակ ասված է, որ եպիսկոպոսը իրավունք ունի եւ չեմ հիշում պարտավոր է բառը կար թե ոչ, բայց պարտավոր է ներկա գտնվել իր թեմում տեղի ունեցող որևէ պատարագի։ Բայց շարունակությունը խնդրում եմ նաև ասել, նաև քահանային պիտի դուք պիտի որոշեք քահանան ինչի պիտի արժանանա իր ձեղչման համար։ Դա կարծում եմ բոլորդ կարդացիք, որ եպիսկոպոսի իրավասության ներքո եւ դա Մայրաթորի հայտարարություն եւ դա ճիշտ է։ Նույն հայտարարության շարունակությանն էլ անդրադարձեք, խնդրում եմ, նույն հայտարարության շարունակությանը։ Եվ դա ճիշտ է, այդպես է։ Սրբազան շարունակությանը հայտարարության, եթե կարելի անդրադարձեք։ Հիշեցրեք։ Շարունակությունը այն մասին էր, որ պատարագիչ քահանան զեղչել է Վեհապարի անունը եւ ձեզ հանձնարարվել է ուսումնասիրել այդ հարցը։ Հիմա հարց եմ տալիս, դուք
տեղյակ էիք, թե դուք եք հանձնարարել։ Այդ ընթացքը շատ շուտով կներկայացվի նաև ժողովին։ Ժողովը որոշում կկայացնի, որից հետո դուք վստահաբար տեղյակ կլինեք։ Այսինքն դուք Թե ինչ ուսումնասիրել եք։ ընթացք է եւ ինչ լուծում եղավ, դա ժողովի խնդիրն է։ Ես Կներեք, չեմ կարող ձեզ ասել բան, որ չգիտեմ Դուք ժողովի ուսումնասիրել- անդրադարձը։ դուք ուսումնասիրել եք Անշուշտ, այս։ իհարկե։ Սրբազան պատարագի հենց այդ հատվածում կարծես թե դուք ասում եք այդ մի ասա։ Ես ոչինչ չեմ Այդ ասում այդ հատվածում, հատվածում։ որտեղ պիտի հնչի Ես վեհապարի անունը։ այդպիսի բան պատարագին Բարձել եք երբեք ով է չեմ ասել ասել։ քահանային այդ մի Ես ասա։ եթե անկեղծ այն եզակի 47-րդ րոպեն է։ այո ոնց էլ նայել ես այդքան։ այն եզակի պատարագներից էր, որ ես ընդամենը ամբողջ պատարագին աղոթում եմ մեր երկրի եւ մեր ժողովրդի համար։ Եվ հիմա Որպեսզի Մենք հավատանք այդ պատարակներին եւ այդ աղոթքներին, Սրբազան հայր։ Մենք բեմադրված են համարում այս աղոթքներն ու պատարակները։ Մենք հավատանք դրանց, թե ոչ։ Մենք հավատանք, որ իշխանությունը իրապես մեղքերի թողություն է խնդրում եւ դուք օգնում եք, որ նրանք իրենց մեղքերը թողեն, բայց կես ժամ հետո նրանք նույն հայտարարություններն են անում։ Կարելի է Աստծո տունը ծաղրել։ եղեք դուք բնութագրումներ եք անում, որի իրավասությունը ես չունեմ ոչ աշխարհիկի, ոչ հոգեվորականի վերաբերյալ Մի անելու։ այսպիսի հարց։ Եթե դուք ձեզ վերագրում եք այդ իրավունքը դատելու եւ հոգեվորին եւ աշխարհիկին, ես այդ իրավունքը չունեմ։ Սրբազան այսիկ եզակի է։ Կարգալույց քահանան կարող է պատարակ մատուցել Սրբազան։ Ես այդ իրավունքը չունեմ պատասխանելու։ Ինչու՞։ Դուք եք կարգալույց Համբերեք նախորդ հարցի պատասխանն եմ ասում, չվերջացնեմ։ Այդ նախորդն էլ է։ Բայց հաջորդն չմոռանաք Լավ, եթե այդպես է ամեն հարցից 5 բառ Լավ, 5 բառով ասեք։ Չէ, 3 բառով։ 1 բառով կարգալույց քահանան կարող է պատարակ մատուցել թե ոչ։ Այո կամ ոչ։ Այդ կարգալույց քահանա հասկացությունը հիմա ժողովի ժամանակ քննվելու է։ Մայրաթորը արդեն տեսակետ է հայտնել սրա կապված։ Եթե տեսակետ է հայտնել Այո, ասել է, մայրաթորը, որ դա եթե տեսակետ է հայտնել մայրաթորը, ուրեմն ես այդ կարծիքին հակառակ որևէ բան ասել չեմ կարող։ Բայց Ստեփան Աշարյանը պղծում է հովանավանքը ձեզ։ Տեր Արամ կոչվող քահանա, որը կարգալույց է։ Եկեք ճիշտ Չէ, հասկանանք։ մայրաթորը Եկեք այդպես է ճիշտ ասել, հասկանանք։ Որևէ եպիսկոպոս, որևէ թեմի առաջնորդ ենթակա է մայրաթորին։ Մայրաթորի բաժիններն են, մայրաթորի ծառայողներն ենք մենք։ Իսկ վեհապարին ևս ենթակա է։ Եթե մայրաթորը որևէ հայտարարություն է անում, ապա դա հայտարարություն է անում եւ ընդունելի է բոլորի համար։ Այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ հոգեվորականը գտնվում է այդ իշխանության Ձեր ներքո։ բարանող պատասխաններից կարող են եզրակացնել, որ կարգալույց է հրճակվել նրա համար, որ զեղչել է կաթողիկոսի անունը։ Հիմա ձեր թեմի քահանան եւս զեղչել է կաթողիկոսի Ուրեմն անունը։ այս պարագային Դուք ձեր նշեցիք, որ ներկայությամբ։ կիսում եք մայրաթորի տեսակետը, եթե նման հայտարարություն է տարածել։ Այսինքն ձեր թեմի քահանան եւս պետք է կարգալույց հրճակվի եւ դուք ընդունում եք, որ այն մարդը, որը զեղչել է կաթողիկոսի անունը, ուրեմն նա եկեղեցում պետք է չլինի։ Ես ես նոր հիշեցրեցի տվյալ դեպքի վերաբերյալ մայրաթորի պաշտոնական հայտարարությունը, որ իհարկե, բայց մայրաթորը ասել է քննել այդ հարցը եւ ներկայացնել։ հիմա այն մեկը քննել են, հավասար պայմաններ են, նույն իրավիճակն է։ Հիմա կգա իրենց առաջնորդ Հիմա հարցրեք, բոլոր հարցերի պատասխանը ես չգիտեմ։ Հազարամյակների պատմություն ունեցող հայաստանյաց առաքելական եկեղեցին այս օրերին կանգնած է փորձության առաջ։ Դուք ինքներդ փորձել եք հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ կամ զրուցել վեհապար Հայրապետի հետ, հասկանալու համար ինչպես պետք է այս խնդիրը լուծվի, ինչպես պետք է քրիստոնյա ժողովուրդը խաղաղություն գտնի վերջով։ Ժողովուրդ, եկեք չմտածենք ինչպես անենք սուր հարցեր տալու, եթե ձեզ սուր հարցեր են պետք։ Ես ընդամենը ասում եմ, որ Խաչիկ գյուղի պատարակից առաջ Իմ հարցին կպատասխանեք, նույն պատասխանները հնչեցրեցիք։ Ես որպես հայաստանյաց առաքելական եկեղեցու հետևորդ, ձեր հոտի մի մաս։ Այդ հարցն եմ տա, ուզում եմ հասկանալ, երբ է վերջո խաղաղություն կգտնենք։ Որ դեպքում, երբ որ կաթողիկոսը հեռանա, որ դեպքում։ Ես այդ պատարակից առաջ հանդիպել եմ վեհապարին։ Վեհապարն ասել է, որ դու պարտավոր ես եւ պիտի ներկա լինես
թեմում եղող պատարակներին եւ պիտի նայես, որպեսզի կողքից միջամտություններ եւ խանգարումներ չլինեն, ընթացքը լինի սովորական եւ նորմալ։ Եվ ես ուրախ եմ, որ այդ պատարակը եղել է եւ ներկա են եղել եւ վարչապետ եւ շատ մարդիկ։ Վարչապետը, ինչպես բոլոր հայերը իրավունք ունեն ներկա լինելու պատարակի, ես այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Հարցը լսեցիք։ Գիտեք, երբ որ հարց տալիս եք եւ չեն պատասխանում, դա եւս պատասխան է։ Դե ասեք չեք Մասնագիտական ոլորտի ներբություններն էլ գիտեք, Մենք կարող ենք ձեր պատասխանները մասնագիտությունը ժուրնալիստիկա է։ շատ վատ է։ Պետորը շրջանցում եք բոլոր կարևոր հարցերը։ Մի այսպիսի հարց, վարչապետ դառնալու լուրջ հավակնություններ ունեք։ Ինչպես։ Վարչապետ դառնալու հավակնություն ունեք կամ կաթողիկոս։ Ես զրպարտություն է դա։ Ինչու՞։ Ես ընդհանրապես կարծիք եմ այդ դրական ատմանիշներ ունեք։ Նման Լավ, Սրբազան, ձեր խոսքերից այս վարանող պատասխաններից կարող ենք եզրակացնել, որ դուք որևէ վարանող պատասխան կարող եք եզրակացնել, որ դուք կաթողիկոսի դեմ խնդիր ունեք ինչ-որ եւ այսպես չեք կարողանում հստակ արտահայտել ձեր խնդիրը։ Ես որևէ մեկի դեմ խնդիր չունեմ եւ եթե տեղյակ եք, այն ամեն ինչ ես մտածում եմ ժողովների ժամանակ ասում եմ բաց եւ ուղիղ, առանց վախենալու, առանց վախենալու եւ առանց մտածելու։ Նման հարց չի եղել որևէ ժողովի։ Հիմա ձեր կարծիքը ժողովի ժամանակ եթե հարց լինի եւ կարծիք պահանջվի, այդ կարծիքը կասվի։ Այդ հարցը եւ կարծիքը դուք եք պահանջում, բայց ոչ ժողովը կա հիմա։ Չգիտեմ, ենթադրում եմ, այս օրակարգին հիմա տեղյակ չեմ, օրակարգին այնքան գիտեմ, ինչքան որ գրված է։ Քննարկման արդյունքում կեվա։ Ես չեմ կարող ասել այդ հարցի քննարկման արդյունքում պատասխանը կա քննչականից։ Ոչ, դրա համար եմ ասում։ Եվ դուք արդեն ունեք մի հանձնախումբ, որը քննում է ինքն էլ իր հերթին։ Այդ դեպքում ինչի համար են համառորեն որոշ եպիսկոպոսներ, որոնք արդեն կարծես է աֆիլացվում են իշխանության հետ, ստիպում կամ պահանջում կամ հարկադրում, որպեսզի նրա լիազորությունները կասեցվեն, մինչև որ քննությունը կպարզի հանգամանքները։ Ինչով է ձեզ հանգարում այն եպիսկոպոսները, որոնք ըստ հրապարակված փաստաթղթի պահանջում են։ Ինչու այդ եպիսկոպոսներին չեք հարցնում եւ ինձ եք հարցնում։ Դուք հիմա եք որպեսզի նրանք շատ սահուն կերպով մտնեն մայրաթող։ Ես ինչպես կարող եմ դա անել։ Դուք խոսում եք Վակրով Դաուկլը, այս ընթացքում նրանք կարողանում են Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Էջմիածնում հոգևոր հավաք է տեղի ունենալու եւ իրենք գալու են Վեհարանից, ինչպես 2018 թվականին իշխանափոխություն արեցին, նույն կերպ հեռացնելու են Վեհափառին։ Դուք ինչ դիրքորոշում ունեք։ Դուք որ կողմում եք լինելու, բարիկադի այն թե այս կողմում։ Դուք պաշտպանելու եք Վեհափառ Հայրապետին, թե ոչ։ Այդ հայտարարությունները այսօրվա վիճակով երբեմն դրական, երբեմն մերժողական, երբեմն հաստատական, երբեմն կասկածական, երբեմն լինելու են, երբեմն չեն լինելու արտահայտության ձևերով են մինչև հիմա։ Երբեմն ասում է լինելու է, երբեմն ասում է չի լինելու, երբեմն ասում է որ դա ընդամենը աղոթքի համար է լինելու։ Ես չեմ կարող այս պահին ենթադրել, գուշակել եւ պատասխանել։ Դա ճիշտ է, որ Վեհափառ Հայրապետը դուրս բերվի այստեղ։ Ես չեմ կարող պատասխանել ձեր ասածը։ Եթե դուք ուզում եք այդպես ասել, կներեք դուք հստակ չեք ասում ոչ, ո՞նց եք վախենում ոչ եք ասում։ Ես չեմ ասում այո կամ ոչ։ Հիմա մեզ ասենք ուզենք ձեր խմբագրին հանենք, մենք ասենք ոչ։ Ես ասում եմ, չենք վախենա։ Դուք չեք լսում հարցը։ Ձեր մտքի մեջ ձեր հարցերն են եւ ձեր ուզած պատասխաններն եք ուզում։ Այս լրագրողուհին ընդամենը հարցրեց այդպիսի հայտարարություն է եղել եւ ես պատասխանեցի թե այդ հայտարարությունը ինչ ձևերով է եղել։ Եվ համբերեք, լավ, նա ինչ։ Նման բան մինչև այսօր դեռ չի եղել եւ հստակ չէ, կլինի նման բան թե չի լինի։ Հիմա դուք ո՞րն եք ուզում Համբերություն ունեցեք։ Ես հուսամ, որ նման լարում ծայրահեղ վիճակ չի լինի եւ դա կլինի լավագույնը։ Ես կարծում եմ, որ բոլոր հարցերը մեր ազգի մեջ, ինչպես որ Վազգեն կաթողիկոսներ ասում, ամենից առաջ պետք է հիշենք, որ մենք նույն ազգի հարազատ զավակներն ենք։
Արդյոք հնարավոր չէ գտնել լուծումներ։ Արդյոք հնարավոր չէ գտնել լուծումներ, որպեսզի այդ տեսակ լարվածությունն է ձեր մեջ, նաև ձեր մեջ նման լարվածություն չլինի։ Իմ երազանքը քաղաքացի ենք, սրբազան հայր, հիշում եք։ Ձեր երազանքը Համբերեք։ Ես կարծում եմ եւ իմ եւ մեր ժողովրդի եւ բոլորիս երազանքն է ունենալ խաղաղ ապահով երկիր, որտեղ բոլորս ապրենք հանգիստ խաղաղ ուրախ երջանիկ։ Ով պիտի գնա փողզիչման այս պարագային։ Փողզիչման, չգիտեմ, փողզիչում ինչ նկատի ունեք, բայց ես ենթադրում եմ, որ երկու կողմերի համար էլ կան ճանապարհներ եւ կարող են այդ ճանապարհները գտնվել։ Դրա համար, եթե ես լուծում առաջարկեմ, կլինի սխալ։ Դրա համար ժողովներ են լինում, քննարկվում են այդ հարցերը, ինչպես միշտ է եղել։ Ինչպես միշտ է եղել, մեր պատմության ընթացքում նման հարցերը քննարկվել, լուծվել են ժողովով։ Մենք պատմության ընթացքում չենք ունեցել, որ երկրի վարչապետը այդպիսի բառամթերքով գնահատականներ տա եպիսկոպոսած դասին։ Այսօր այդ հերթական ժողովներից մեկն է, որը պատասխաններ պիտի որ տա։ Շնորհակալություն։ Մի վերջին հարց ու վերջ։ Գևորգ Սրբազանը իր վերջին հարցազրույցում առավոտին տված հարցազրույցում Ասիացոտնու թեմի առաջնորդը ասել է մեզ մի խառնեք քաղաքական բաներին, process-ներին։ Մենք ուզում ենք, ես կարծում եմ, որ կարելի է երկխոսության գնալ իշխանության հետ։ Եվ նա վերջին կիրակին հիշում եք պատարագին մասնակցել եւ ողջագուրվել է երկրի վարչապետի հետ։ Հիմա դուք կարծում եք Ողջագուրվել չէ, ողջույն է փոխանցել։ Ճիշտը դա է։ Գրկախառնությունը չեն փոխանցում Սրբազանները։ Եվ որևէ բան չկա այդպես, որ ձևը որոշված է հատկապես։ Այդուհանդերձ դուք կողմ եք ձեր եղբայրների խոսքի համար, ազատ մտքի համար կալանավորածների։ Սրբազանը, որ ասել է մենք քաղաքական հարցերում չենք խառնվում, այո, ես միանում եմ, իհարկե չենք խառնվում։ Կներեք, ժամանակին մենք ունեցել ենք այդպիսի եկեղեցական, ով Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին եղել է քաղաքականության մեջ եւ բավականին ազդեցիկ։ Այն ժամանակ հասարակությունը եւ քաղաքական էլիտան չի քննարկել նրա եկեղեցական լինելը։ Այսօր այդ ինչի հանկարծ որոշեցինք, երբ որ պետականության հարցեր է դրված, ու Արցախ է փաթեթով տրվել թշնամուն, եկեղեցական իրավունք չունի խոսել։ Գևորգ Սրբազանի արտահայտության մասին։ Գևորգ Սրբազանն ասում եք այսպես է ասել, ես ասում եմ, որ ճիշտ է ասել։ Ես էլ հիշեցնում եմ ձեզ 90-ականների քաղաքականությունը։ Ինչ կապ ունի Գևորգ Սրբազանի ասացի հետ։ Լավ, դուք առիթ ունեցել եք Ինչու այսօր չի կարելի ժամանակին կարելի է։ ունեցել եք Փաշինյանի հետ առանձնազրույց ունենալ այս թեմաների շուրջ պատարագից հետո։ Երբեք այդ առիթը չեմ ունեցել դժբախտաբար։ Նույնիսկ պատարագի ժամանակ վարչապետը եւ իր ամբողջ խումբը շտապում էին, կարծում եմ այստեղի ընտրությունների հետ կապված, եւ ստեսություն ասելուց բացի երկրորդ բառ փոխանցելու առիթ չի եղել։ Ափսոսում եք։ Չեմ ափսոսում, ասում եք, պատասխանում եմ։ Տեղեկություն կա, որ դուք եպիսկոպոսած դասի մեջ ամենահարուստ եպիսկոպոսն եք, նույնիսկ ասում են, որ դուք հեկ ունեք։ Արդյոք այդպես է թե ոչ։ Ձեր ունեցվածքը որտեղից եք դիզել։ Արդյոք եպիսկոպոսը կարող է այդքան ունեցվածք դիզել եւ այդ հարցերը նաեւ հնչում են իշխանությունների կողմից։ Կարելի է ամփոփել, դուք աղքատության ուխտը խախտել եք։ Եվ այդ ռեստորանը ձեզ հետ կապ ունի Նորավանքի մոտի ռեստորան։ Եւ այդքան գումար որտեղից եք դիզել, այդքան հարստություն։ Եվ բավականին Դուք իմ հարցին պատասխանեցիք Սրբազան։ Այդ հարցի պատասխանը լրատվամիջոցներով բազմաթիվ անգամ հնչեցվել է։ Մի րոպե դե կամ պատասխանեմ կամ չպատասխանեմ, ասում եմ հիմա քեզ։ Այդ հարցի պատասխանը բազմաթիվ անգամ թերթերով լրատվամիջոցներով հնչեցվել է։ Այդ հեկի հետ կապված դա եղել է ծրագրային, նպատակային եւ արվել է եւ եկամուտները ֆիքսված օգտագործվել են, ինչի համար որ նախատեսվել է։ Այդտեղ իմ դերակատարությունը դա սեփականություն չէ։ Բուհը սեփական էր։ Ոչ։ Դա հիմնադրամն է։ Իսկ ռեստորանը։ Լսեք երեխեք։ Հարցնում ենք, որտեղ հասարակությունը ձեզ հարցնելու է։ Դե համբերեք պատասխանեմ, հասարակություն։ Այս կողմը հասարակությունը եւս։ Ես ավելի առողջ հասարակություն։ Սրբազան խնդրում ձեր հարստության մասին ասեք, հա։ Հիմա խնդիր չի, որևէ գաղտնիք պայելու հարց չունեմ։ Հեկի մասին ասացի կարծեմ։
Բավարար էր։ Ձերն է թե ոչ, հստակ։ Ասացի, դա սեփականություն երբեք չի եղել եւ չէ։ Ձեր Դա ինձ հետ դե լսեք պատասխանը։ Դա ինձ հետ որևէ կապ չունի կամ կապ ունի այնքանով, որ բոլոր լավ ծրագրեր, ինչ որ ես կարող եմ մեր մարզում օգտակար լինել, օգտակար լինում եմ։ Հիմա մի րոպե։ Հիմա նայեք, երբեմն մենք հայտնվում ենք այսպես անորոշությունների մեջ, այն ժամանակ, երբ որ Հայաստանում հոսանք չկար, էլեկտրականություն չկար, եւ կառավարությունը, եւ բոլորը ժողովուրդը ցանկանում էին, որպեսզի կառուցվեն այդպիսի կառույցներ, որպեսզի կարողանան գոնե 2 ժամ հոսանքը դարձնել 3 ժամ։ Եվ դա համբերություն ունեցիր, եպիսկոպոսը չի զբաղվում։ Եպիսկոպոսը որպես թեմի առաջնորդ կազմակերպում է ժողով, քննարկում, դոնորների, դրսի կազմակերպությունների է հրավիրում, ծանոթացնում է ներսի աշխատողների հետ, փորձում է իր գոնե թեմի հարցերին լուծումներ գտնել։ Եթե ինչ հասույթ որ ստացել եք, դա դրել եք թեմի։ Դա մեկ առ մեկ դրա համար եմ ասում, դա նախորդ։ Բայց դուք եք տնօրինել։ Ոչ, ես չեմ տնօրինել, դա Ես եմ թեմը պահել այդ գումարներով։ Ես երբ ասեցի ես եմ թեմ պահել այդ գումարներով։ Դուք ասում եք ներդրում եմ արել։ Երեխեք ով լսեց ես այդպեսի բան ասեցի, միա ձեր զայնագրությունը բացեք նայեք։ Ասում եք ներդրում եմ արել։ Ոչ, չեք հասկանում պատասխանը կներեք։ Դուք հստակ չեք ասում։ Հստակ եմ ասում։ Ունեցվածք հարստություն թե ոչ։ Մա Դուք հարուստ եք թե ոչ։ Ես հարուստ եմ հոգեպես, շատ հարուստ եմ։ Այսինքն դուք Նյութապես, այո, բայց դա ըստ էության այսօրվա վիճակով ժամանակավոր վարում եմ եւ իմը չէ։ Իսկ ճիշտ է որ գնացել եք սալոն եւ մոտեցել եք ջիպ կրանչերոկի առնեք, բայց հետո մի քիչ շատ ճոխաթվածել, մի քիչ ավելի էժան ջիպ եք առել։ Այո, չէի կարող առնել։ Առա 5 տարի հնության ջիպ։ 5 տարով ինչ աներ։ Դուք կողմ եք, որ Բագրատ Սրբազանը, մի րոպե, Բագրատ Սրբազանի ձևավորած շարժմանը, դուք կողմ եք, թե ոչ։ Բագրատ Սրբազանը ձևավորեց շարժում, Կիրանցից սկսեց Երևանում այս պահի դրությամբ այդ շարժումը չկա, որտեղ ձեր ընկերները, ձեր ծառայակիցները կալանավայրում են։ Ինչ գնահատական եւ ինչ մոտեցում ունեք այս մասով։ Ես այդ հարցին ծանոթ եմ այնքանով, որքանով որ ներկայացվել է։ Եթե Ում մնա կողմից ներկայացվել։ ժողովին, ես այստեղ գալիս եմ, երբ որ ինչ ժողովի են կանչում, այլապես ես այստեղ անելիք չունեմ։ Նրանց տեղն է բանտը թե ոչ, ձեր ծառայակիցների տեղն է Մի բանտը թե րոպե, ոչ։ պատասխանում եմ ձեր հարցին, գոնե ձեր հարցի պատասխանը լսեք։ Ես այստեղ գալիս եմ, երբ որ ինձ կանչում են ժողովի, այլապես իմ թեմում Վայոց ձորում չափից դուրս շատ են գործեր։ Հասկանալի է, դուք սահմանամերձ եք։ Համբերեք Ուղիղ վերջացնեմ։ ասեք, էլի, խնդրում եմ, ուղիղ, մի Ես կարող եմ Բագրատ Սրբազանի մասին ասել այն, ինչ որ ներկայացում է այստեղի ժողովին։ Ես չեմ մասնակցել, այդ հարցով իրեն հետ ուղիղ չեմ խոսել, եւ իմ ամբողջ տրամաբանությունը այդ ուղղությամբ կախված է այս ժողովներում ասված նյութի հետ։ Դուք ձեր դիրքորոշումը չունեք։ Իսկ ժողովների նյութը հրապարակվում է։ Իմ դիրքորոշումը շատ հստակ է։ Եկեղեցին քաղաքականության մեջ պիտի չխառնվի, ոչ նախկինում, ոչ այսօր։ Իսկ սա պետականության հարց է թե ոչ։ Օրինակ քաղաքականությունը կործանեց Արցախը թե ոչ։ Մի րոպե, դուք այսօր Արցախի թեմի առաջնորդի հետ Երևանում ամենօրյա շփման մեջ եք գնա։ Ոչ։ Ես տեսականորեն եմ ասում։ Տեսականորեն էլ այդպես չէ։ Լավ, դուք ունեք Արցախի թեմ, ֆիկտիվ, ինչպես որ Ադրբեջանի թեմ ունենք, հասկանում եք, չկա այդ թեմը, չկա Արցախը։ Դուք սրա վերաբերյալ հերիք կարծիք չեք հայտնել։ Հիմա էլ այդ Արցախի համար պայքար մղողներին ասում եք նրանք քաղաքականության մեջ են։ Կներեք, մենք էլ լրագրող ենք, բայց լրագրող լինելուց զատ նաև ունենք սեփական տեսակետ։ Դուք ունեք ձեր սեփական տեսակետը, այդ մարդիկ խոսքի համար պիտի լինեին բանտում, եւ դուք աջակցել եք թեկուզ մի անգամ Բագրատ Սրբազանին, ով այդ շարժումը ձևավորել էր իր ձևակերպմամբ ազգակործան Բագրատ իշխանության դեմ։ Սրբազանը իմ աջակցության կարիքը չի ունեցել, Ինչ գիտեք։ որովհետև եթե ունենար կդիմեր։ Իսկ դուք երբևէ զանգել եք։ Եթե ունենար կդիմեր։ Դուք զանգել եք նրան այդ շարժման համամիտ ընթացքում։ չեմ եղել եւ այսօր էլ համամիտ չեմ, որ որևէ հոգեվորական, այդ թվում Բագրատ Սրբազանը մտնի քաղաքականության մեջ։ Եթե ջերմուկում նստածը թշնամին, Սյունիքի սարերի նստածը եւ Փաշինյանը մի անգամ
պատգամավորներից մեկինի պատասխան ասել է ես եմ ասել չկրակեն, այսինքն պետք չի սադրել խաղաղության նորակարգին։ Հիմա չկրակելով նրանք արդեն 3 տարի ձեր քթի տակ են։ Սա քաղաքականություն է, թե քաղաքականություն չէ։ Դուք ունեք սրա վերաբերյալ տեսակետ, թե ոչ դուք քաղաքացի եք։ Դուք ունեք քաղաքացիական պատասխանատվություն նաև։ Այդ հարցը հոգևորականին տրվելիք հարց չէ։ Եթե կա այդպիսի խնդիր, նախ ստացեք քաղաքական մարմինների պատասխանները։ Մենք մեզ ձեր պատասխանը հետաքրքիր։ Ես չէ որ պիտի որոշեմ նման հարցերը եւ կարծիք հայտնեմ։ Դա մի խոսքով Փաշինյանը ինչ անում է, դուք օքեյ եք։ Փաշինյանի մասին չէ խոսքը։ Խոսքը հոգևորականի մասին է։ Լավ, հոգևորականը Աջապահյանի նստելը, Աջապահյանի կալանավայրում լինելը 1 տարի առաջ խոսքի համար, 1 տարի առաջ հնչած խոսքի համար, ձեզ համար հանդուրժելի է։ Դրա համար կան փաստաբաններ, որոնք աշխատում են։ Դուք ձեր տեսակետը ունեք, թե չէ։ Ինչ եք անընդհատ ցանում այդ խոսքը։ Ես ձեզ ասում եմ, դուք համաձայն եք, որ ձեր ծառայակիցը նստած լինի բանտում քաղաքական հետապնդում է։ Մի քանի անգամ ասեցի, դուք ինձնից այս պահին ժողովից առաջ պատասխան մի սպասեք։ Բայց այս արդեն կատարված փաստ է եւ ակտը կա, մարդը նստած է։ Քաղաքականության մեջ չլինել, խմբագրելը, պատարակը։ Ժողովը սկսվում է։ Պատարագին վեհապարի Խմբագրելը վարչապետի Ժողովը վերջանա Մենք ուզնակից հետ մտերիմ ենք։ Չէ, ես դες հարց եմ եկել կոնկրետ իր արածի մասին, էլի հարց եք մենակ, ինձ հետաքրքիր է։ Բայց դա չի խմբագրելը քաղաքական է թե ոչ։ Ոնց եք ասում, որ կարծիք հայտնելը քաղաքական է։ Կներեք պատարակը, ամեն հոգևորականի ձևով։ Որովհետև դուք լավ եք հասկանում, որ դուք խուսափում եք կոնկրետ խոսքից, որտեղ ձեր ծառայությունները արդեն բանտում են։ Կներեք պատարակին, վեհապարի համարձակությունը չունեք փաստորեն։ Ինչ է դա, յուրաքանչյուրի Դուք առաջնորդում եք հոտ, բայց դուք դրա համարձակությունը չունեք փաստացի, որտեղ դուք գիտեք խոսքի համար արդեն բանտում նստած հոգևորականներ եք։ Ես ավելի ուշ միացա։ Պատարակը խմբագրելը նույնպես կանոնական խախտում չէ արդյոք, ինչպես օրինակ Դե լավ, այդ նույն հարցին արդեն 10 անգամ Մենք միացնենք, ինչու եք միացել։ ժողովին այդ հարցը քննարկվելու է։ Ասեք ժողովը վերջանա, ժողովը Չէ՞ տեսակետի իմանանք ինչ է։ Եկեղեցին մեր պատկերացումներով չգնամ ժողովի, ձեզ կբավարարի իմ պատասխանները։ Իմանանք ձեր տեսակետը։ Առերեսնեք ձեր հոտի հետ։ Բաղրատի Բազանը եւ Աջապահյանը ի տարբերություն ձեզ ամեն օր հոտի հետ շփվել են։ Մենք երբ որ որևէ մեկը Ինչ գիտեք։ մտել, ես անձամբ եմ նրանց 100 անգամ տեսել եւ նրանց ճանաչ ինչ է նշանակում ինչ գիտեք։ Տարբերություն ինձ։ Որովհետեւ դուք հիմա խուսափում եք անգամ էկրանի միջոցով ով է ասում։ ամեն դեպքում դուք խմբագրում եք նրանց,